Երեք հայտարարվեց Սամվել Կարապետյանի թեկնածության մասին, ինչպես եք վերաբերվում այս ամենին։ Ես հələ իմ գնահատությունը չեմ տալիս, ես հələ սպասում եմ, ուսումնասիրում եմ, սենց ասած, նայենք ինչ ծրագիր է ներկայացնելու, հələ ես ծրագիր եմ սպասում, դրանից հետո մենք կորոշենք, այսինքն արձագանք կտա։ Նախ ինքը քաղաքացի չի, այսինքն երկքաղաքացի է, երկրորդը ինքը 5 տարի այստեղ չի բնակվել, եւ երրորդը ինքը ինչ կապ ունի մեր հանրապետության ու մեր ժողովրդի հետ, մենակ սննդականով չի։ Գնահատելով իր դիրքերը, որ մեր ազգին իրոք օգտակար է եւ լավ եւ այլ, սա պետք է հաշվի առնել իհարկե։ Այսօր քան երբեք մեր ազգին պետք է օգնություն, այսօր քան երբեք մեր ազգին պետք է այն խելոք անձնավորությունները, որոնք լուծեն մեր ժողովրդի խնդիրները։ Մենք այսօր բոլորից շուտ պիտի մեր յուրաքանչյուր խնդրի առաջ գորանք, ասենք մեր խնդիրները շատ են, պիտի լուծում տանք։ Իսկ խնդիրները լուծում չտալով ոչ մի բանի չենք հասնի, բարեկամներս։ Ինչ գործ ունի Սամվել Կարապետյանը Հայաստանում։ Այդ բարեգործություն եւ այլն դրանք մի քիչ ուրիշ երկեր է, էլի։ Կներեք, քաղաքականության ընդհանրապես չեմ զբաղվում։ Քաղաքականության կան հերոյ են, вообще չեմ խոսում։ Ну, пускай будет, а что ինչ է եղել, ինչու չլինի։ Սամվել Կարապետյանը իհարկե ես այդքան չեմ ճանաչում, բայց այդքան գիտեմ, որ ինքը փորձառություն չունի, օրինակ Փաշինյանի նման, իր անցյալը ինչ է եղել, էդի ես լուր չունեմ։ Ես շատ պասիվ եմ իր հանդեպ։ Ամեն դեպքում փոփոխություն լավ բան է։ Երևի թե իրավունք ունի, որպես Հայաստանի քաղաքացի, երկքաղաքացի չնայած, երևի թե իրավունք ունի առաջադրելու, այդքան է։ Ոչ այդքան դրական։ Ինչու՞։ Դե ուր էր մինչև հիմա Սամվել Կարապետյանը, քաղաքականության մեջ կար չկար։ Եկավ ու մի անգամից։ Թող փորձի, ինչ ասում։ Շատ նորմալ, որտեղ ինչքան քաղաքական ուժեր լինի, ընտրություններից առաջ այդքան մեր օգուտն է։ Մենք քաղաքական թեմաներով չենք հետաքրքրվում։ Ես դաժե Սամվել Ինչ եք մասնակցելու։ Ոչ, ես չեմ ուզում։ Իսկ փորձեցային Փոշյանը։ Չի Փոշյանը, մի բան կանենք, օրեգա բարին հետը։ Ու մի քիչ անտարբեր անձը նկատի ունենալով։ Բոլորը իրավունք ունեն փոփոխությունների, եթե մարդիկ ունեն խմբակցություն, ցանկանում են շատ բարեգործություններ արած անձնավորությունը, թող փորձեն, ինչ խնդրեմ։